Հարգելիներս, եկեք այսօր այսպիսի տարբերվող, շատ համեղ մսային ռուլետներ պատրաստենք լավաշով։ Հարգելիներս, տավարի միսը խաշելուց հետո ես բլենդերով լավ իրան աստիճանի ծփեցի, քսել եմ լավաշի վրա, այսպես ռուլետի տեսքով կփաթաթեմ, կկտրատեմ և կուղարկեմ ջեռոցը կրկին եփվելու։ Եվ այսպիսով, հարգելիներս, մեր ռուլետները արդեն պատրաստ են գնան ջեռոց եփվելու, նշեմ, որ ցանկության դեպքում կարող եք վրան ավելացնել քերած պանիր։ Հավելեմ նաև, որ մսային ֆարշը ես պատրաստել եմ խաշած տավարի մսով, ավելացրել եմ 1 գլուխ սող, աղ, կարմիր և սև պղպեղներ, ամբողջը լավ բլենդել եմ և ստացել եմ այսպիսի մսային պաշտետը։ Ցանկության դեպքում դուք կարող եք նաև ավելացնել ձեր նախընտրած համեմունքներից։ Հարգելիներս, մեր մսային ռուլետները գրեթե պատրաստ են, բայց նշեմ, չեք պատկերացնի ինչ անուշ բուրմունք է տարածվել։ Մեր մսային ռուլետները արդեն պատրաստ են, տեսնում եք ինչ ախորժաբեր տեսք ունեն, հոտի մասին էլ չեմ խոսում, դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։
Հարգելիներս, նշեմ նաև, որ այս ուտեստը կարելի է նախապես պատրաստել և փակ տարայի մեջ որպես կիսաֆաբրիկատ պահել սառցեխցիկում։ Հարգելիներս, այս կերակուրը մենք համտեսեցինք իմ պատրաստած չամանով, նշեմ շատ համեղ համադրություն ստացվեց։ Իսկ եթե կիտրոնի հյութը ցողեք այս ուտեստի վրա, լամաջոյի համին մոտիկ համադրություն կստանաք։